Ճանոթան։ Ժողովուրդ ջան, մենք պահ կանգնեք, ստեղ իրանք մեդիաները ֆոտոներ ուղարկեն։ Բոլորով կա, որ երևա էլի այդ մարդկանց քանակը։ Դեպի այն կողմ էլի ժողովուրդ ջան։ Մի փոքր իրենց կմոտենակ, հետ գնաք, չէ, ուղղակի հետ գնաք մի փոքր, որ Երիք ջան, հենց պատրաստ լինես, եթեր մտնեմ։ Էսա թող պատրաստ լինի, նկարը ուղարկես։ Հա։ Թող մի վարկյան, հենց պատրաստ լինի։ Մի վարկյան ժողովուրդ ջան, մի րոպե։ Բայց հələ մի քվան արեք, էլի, թող սկսվի նա։ Ժողովուրդ ջան, կանգնեք, էլի մի վարկյան։ Նկարը ուղարկել են, պիտի եթեր տա, էլի, այդքան մի վարկյան։ Եթե պիտի գնամ, կանգնեք։ Էսա կասի։ Էսի ավելի լավն է, ոնց որ մենակ արած տանք, էլի, նորմալ է ամենը։ Որ երրորդ չի երկրորդ
Բարև ձեզ հարգելի հետևորդներ, այս պահին մենք գտնվում ենք Մերձավան համայնքում։ Նշեմ, որ այստեղ կանայք որոշել են ինքնաբուխ երթ անցկացնել, հիշեցնեմ, որ Մերձավանում վերջին մեկ շաբաթվա ընթացքում կրկին լարված մթնոլորտ է պայմանավորված նրանով, որ Փարաքարի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի սպանության գործով մեղադրյալ Գևորգ Հարությունյանի ընտանիքը վերադարձել է համայնք, ինչը համայնքում լարվածության եւ զայրույթի պատճառ է դարձել։ Ըստ տուժողների հարազատների համայնքում մինչ օրս չեն հաշտվում Վոլոդյա Գրիգորյանի ողբերգական մահվան հետ ու սպանության գործով Գևորգ Հարությունյանի հայտարարությունները դատարանում, որ իբր ինքը չի սպանել Վոլոդյա Գրիգորյանին, վախից է մեղքն ընդունել, ավելի են թեժացրել առկա լարված իրավիճակը։ Այս պահին դեռ կանայք չեն հայտարարում, թե կոնկրետ ինչ գործողություններ են իրականացնելու, չի բացառվում, չեն բացառում միայն, որ գուցե նաև համայնքում բացի բողոքի ակցիայից երթ իրականացվի։ Ես առաջարկում եմ, որպեսզի դուք շարունակեք հետևել մեր ուղիղ հեռարձակմանը, տեղի ունեցող գործընթացներին իրազեկ լինելու համար։ Հարգելի քաղաքացիներ, Փարաքար համայնքի հարգելի բնակիչներ, մենք այսօր Փարաքար համայնքի կանանցով իրականացնում ենք ակցիա իշահ մեր համայնքի անդորի համար։ Այն ոճրագործությունը, որ տեղի է ունեցել սեպտեմբերին մեր համայնքում, այն ոճրագործությունը, որ տեղի է ունեցել մեր բոլորի համայնքապետ Վոլոդյա Գրիգորյանի նկատմամբ, մենք դրա հետ հաշտ չենք։ Եվ մեր այսօրվա ինքնաբուխ ակցիան միտված է այդ ոճրագործությունը ամբողջությամբ բացահայտելու, բոլոր մեղավորներին պատժելու եւ արդարադատության համար։ Մենք այստեղ ենք եւ մեր լուռ ակցիայով, մեր քայլերթով գնում ենք դեպի այդ ոճրագործության մեջ կասկածվող եւ այդ գործով որպես մեղադրյալ անցնող Գևորգ Հարությունյանի բնակելի տան կողմ, որովհետև նրա ընտանիքը վերադարձել է այս համայնք եւ մենք հաշտ չենք նրանց ներկայության հետ, նրանց ներկայությունը խաթարում է մեր համայնքի անդորը եւ մենք պահանջում ենք նրանց տեղափոխել Փարաքար համայնքից, քանի դեռ արդարադատությունը չի կայացել, քանի դեռ բոլոր մեղավորները չեն պատժվել, քանի դեռ արդարադատությունն ընթացքի մեջ է, քայլենք նրանց տան կողմ եւ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրենք մեր համայնքում տիրող իրավիճակին, այն լարված մթնոլորտին, այն սրված մթնոլորտին, որ նրանց ընտանիքը վերադարձել է, ավելի է սրել համայնքում այդ իրավիճակը։ Քայլենք դեպի այն կողմ եւ մեր քայլով, մեր այս ակցիայով ցույց տանք համայնքի պատկան մարմիններին, պետական պատկան մարմիններին, որ անտարբեր չգտնվեն եւ միջոցներ ձեռնարկեն, այդ ընտանիքին Փարաքար համայնքից տեղափոխեն։ Հարգելի հետևորդներ, դուք լսեցիք, հիմա շարժվում են Վոլոդյա Գրիգորյանի սպանության մեջ մեղադրվողի ընտանիքի տան ուղղությամբ, նրանք կրկին համայնք են վերադարձել, կանայք ընդգծում են, որ մինչ արդարադատությունը չի հաստատվել, ընտանիքը չպետք է այս համայնքում
բնակվի, դա լրացուցիչ լարվածություն է առաջացնում։ Ապահովեք մեր համայնքի անդորը, մեր համայնքի առողջ անդորը։ Վալոդիա Գրիգորյանը մեր բոլորի համայնքապետն էր, մեր կողմից ընտրված համայնքապետը։ Մենք պահանջում ենք արդարություն, քանի դեռ արդարությունը չի կայացել, քանի դեռ բոլոր մեղավորները չեն պատժվել, քանի դեռ գործը ամբողջությամբ բացահայտված չէ, մենք պահանջում ենք Գևորգ Հարությունյանի ընտանիքին տեղափոխել Փարաքար համայնքից։ Մենք հաշտ չենք այդ իրականության հետ։ Հարգելի հետևորդներ, դուք լսում եք, թե ինչ պահանջներ են ներկայացնում Փարաքարի կանայք, նրանք պահանջում են, որպեսզի Վոլոդիա Գրիգորյանի սպանողի ընտանիքին տեղափոխեն, նրանք արդեն մեկ շաբաթ է ինչ կրկին Մերձավան համայնք են վերադարձել։ Ընտանիքին Փարաքար համայնքից տեղափոխելու եւ համայնքում անդորը ապահովելու համար։ Հիմա նշեմ, թե ինչ է գրված պաստառների վրա, որոնք իրենց հետ բերել են կանայք, նախ կանխարգել եք հնարավոր վտանգը, կարող եք տեսնել։ Կանանց դիտարկմամբ այն, որ ընտանիքը համայնք է վերադարձել, լրացուցիչ լարվածություն է ստեղծում։ Կանանց կողմից իրականացվող լուրջ ինքնաբուխ ակցիա է։ Նշեմ, որ Փարաքարում կանայք պահանջում են վերականգնել համայնքի անդորը, հաստատել արդարություն, իրականացնել արդար դատաքննություն, պատժել բոլոր մեղավորներին եւ նրանք նշում են, որ քանի դեռ գործն ամբողջովին բացահայտված չէ եւ մեղավորները պատժված չեն, համայնքում անդորը չի կարող վերականգնվել։ Նշեմ, որ մինչ այսօր համայնքում ուշքի չեն գալիս ընտրված համայնքապետի ողբերգական մահից, հիշեցնեմ, նա սպանվել էր հենց իր տան դիմաց։
Հիմա արդեն սպանության մեջ։ Ես մարդասպանի մորն եք հսկը։ Ընտանիքի այստեղ գտնվել լրացուցիչ լարվածություն է առաջացնում, այդտեղ այսպես նաև պաստառների վրա են գրված։ Առաջին հերթին ընտանիք չկա, երկրորդը մարդասպան մեծացնող մայր գոյություն չունի։ Պետքա հեռանա ստեղից։ Բայց իրենք հեռացել էին նորեն, չէ՞ վերադարձել։ Այո։ Ու անդորը խանգարում են բոլորի։ Տեսեք, գործով նաև մեղադրյալը հիմա ասում է, որ ինքը վախից է մեղքը իր վրա վերցրել, բայց ինքը մեղավոր չէ։ Այս մասով ինչ կարող եք ասել։ Ընդհանրապես արդար քննություն, նաև դատաքննություն կարող է այս գործով լինել։ Դեռ ոչինչ չենք տեսնում, արդարություն չենք տեսնում։ Մարդասպան դաստիարակ է մեծացրե, մարդասպանա մեծացրե։ Մայրես, եթե դու համաձայն չես քո տղա հետ դուրս արի, այսքան ժողովրդի առաջ ներողություն խնդրի, հələ միացի մեզ, տղայիս տիպի թողասի ովա սպանը մեր երեխուն։ Եթե այդքան կաս, այդքան մայրես։ Աստու դատաստանը ուշ կլնի իրանցը։ Պետք է սատկեն։ 4 երեխաների Պետք է սաղին տանեն ժնջելով կապեն վալոտիկից երեսնանի փոտերի տակը։ Պետք է սա տավիստերով անջուրը հանուս վեր ընկնի քո լեշ տղեն։ Որպես ու դες թակակին արես մեր գյոտաները կպանանք քո։ Ոչս բարիկ մեկի դերոտնիկ դե երեխունողը։ Պետք է քո լեշը ունենով կարոտ մնա հացին ջրին։ Դու որպես մայր պետք է տառապես տանջվես, ձեռդ ման չընկնի։ Դուրս արի կնիքես, մայր ես դուրս արի դե։ Խես եկես աղին հրահրըղ սաղ ժողովորդին հանել ենք ոտի, հա? Խես եկե։ Թե դա նախընտրական ինչ-որ մի բան ա եկել ես, որ գյուղը խառնեք իրար մի հատ։ Պատկան մարմիններից, որ Արարատ համայնքից տեղափոխենք Գեհորգ Հարությունյանի ընտանիքին, որովհետև այն լարվածությունը, որովհետև այն ծրացումները, որ մենք մտածում ենք, որ հնարավոր է լինի, սա լավագույն միջոցն է, որ պատկան մարմինները կատարեն և նրանց տեղափոխեն Փարաքար համայնքից, կանխեն հնարավոր կամ անհնարին լարվածության խորացումը, պատկան մարմիններ, մեր կանանց այս ոստիկանները դեռ որքան պիտի նրանց հսկեն, նրանք որքան պիտի կանգնեն այստեղ, որ համայնքը անդոր լինի, տեղափոխեք նրանց, պատկան մարմիններ, անուշադրության մի մատնեք, որովհետև համայնքի անդորը, համայնքում առողջ մթնոլորտը ավելի քան կարևոր է։ Վալոդյա Գրիգորյանը եղել է բոլորի սերը և նա այդ օգնականության պատճառով սպանվել է։ Քանի դեռ արդարադատություն չկա, մենք հաշտ չենք այս ընտանիքի այստեղ գտնվելու հետ։ Այս ընտանիքի տեղափոխվելուց մինչև հնարավորները կպատասխանեն։ Հարգելի հետևորդներ, նշեմ, որ այստեղ արդեն ոստիկանական ուժերն են ավելանում
Երանիկին են պաշտպանում։ Վարոդա Գրիգորյանը Փարական համայնքի ընտրված համայնքի ղեկավար է եղել։ Ոչափողությունը նրա հետ իրականացվել է։ Պատմենք է պատասխան բոլորը։ Բոլորը։ Եվ քանի դեռ արդարադատություն չի եղել, քանի դեռ բոլոր մեղավորները պատժված չեն, ապա այս ընտանիքի այստեղ գտնվելը հավելյալ լարվածություն է ստեղծում։ Պատկան մամիներ, արտարվելի եղել, որովհետև հնարավոր և անհնարին իրադարձություններ կարող են զարգանալ։ Դրա վավերացությունն է նաև այս ոստիկանների շարասյունը, որ կանգնած են մի խումբ ոստիկաններ, որից են պաշտպանեն, իսկ ումից են պաշտպանում այս ընտանիքին։ Եթե դուք այս ամենը գիտակցում եք, ինչու եք այս ընտանիքին տեղափոխել Փարական համայնք։ Մեր կոչը, մեր կանանց կոչը պատկան մարմիններին տեղափոխել այս ընտանիքին Փարական համայնքին։ Մենք հուսով ենք, որ լսելի կլինի և միասին բացահայտեք բոլոր մեղավորներին, որ դուք կբացահայտեք բոլոր մեղավորներին, բոլորը կպատժվեն անխտիր և կլինի արդարադատություն։ Բարև ձեզ, ներողություն եմ խնդրում, հաշվի առնելով այն, որ մարդասպանության մեջ մեղադրվողը դատարանում ասաց, որ ինքը իր վրա վախից է վերցրել, հիմա մեղքը չի ընդունում։ Այս գործով հնարավոր է հասնել արդարադատության, ինչ եք կարծում, եւ այս ամբողջ փուլի քննության վերաբերյալ, հետագայում արդեն նաեւ դատաքննության ընթացքի վերաբերյալ, ինչ կարծիք ունեք։ Չգիտենք։ Մեր համար էլ անորոշ։ Ինքը շատ մանրամասն ասել է, որ ես եմ, անգամ վերջի շունչն եմ լսել, իսկ ես պատրաստ եմ իր մամայի վերջի շունչը լսեմ, որ իր տղան ընդեղ ասի, մամայիս վերջի շունչը Վալոդյայի մաման լսեց, անգամ իր քրոջ պատրաստ եմ, ու չեմ ամաչի, թող ասեն խելագարվել է, իմ տղայի նման տղա կորցնողը պետք է հիմա իր գժված գժանոցում լիներ, բայց ես պայքարում եմ, որ ապրեմ, որ այս տականքներին ապացուցեմ, որ իմ տղան ճիշտ է, դուք եք սխալ։ Մարդուն չեն սպանում իր սկզբունքների համար։ Այսինքն եթե ինքը չի սպանողը, ապա մատնանշի ով է կանի, ով է պատվիրել։ Հրահանգել, մենք չենք տեսել, ես տան մայր ունի, թող մայրը դուրս գա, շփվում այրա լեշի հետ, թող ասի, որ իմ տղան չի, ժողովուրդ, ինչ եք ուզում մեզանից։ Գոնե մայրը փրկի իր տղու կաշին մի տարով, երկու տարով, թեպետ փրկություն չկա, մեզնից կփրկի, Աստծուց չի փրկի, Աստծո դատաստանը դրանք կտենան։ Մենք մարդասպան չենք, բայց Աստված աչքերը կհանի, պետք է ինքը Բերդում օրը 100 գրամ կռիսը իր մսերը տանի, որ սենց 100 կիլո է սարքել 120, քրքրվես դու, ինչ կաթես տվե, թաղեմ քեզ, քո տղուն էլ հետը, ինչ չի սազումը տենց բան, բայց պետք է ասեմ, որպես մայր ես պարտավոր եմ ասեմ։ Իրենք գնացել էին համայնքից, ինչու Գնացել էին, ինչ են եկել, մեկը հարցնի, ինչ եք եկել, ինչ հետ այդքան ռեսուրսեր այդ սաղ ոստիկանությունը ձմերվայց ցրտին ոտերը վերցրեց դրեց դրանց քամբախը պահեց, ինչի համար գործ չունեն, գյոզալ տղեկ են բարձրագույն սովորաստող գնան ուրիշ աշխատանքի, ով է մարդասպանի տունը պահում, ինչ պետք է անեն, վառեն նյութական վնաս, մեզ նյութական պետք չի, մեզ հոգևոր ու մարմնական է պետք։ Պետք է զգան այն ինչ որ մենք ենք զգացել։ Պատասխանատվության օրենքի առաջ օրենքի դիմա խնդրում ենք որ ճիշտ դատու դատաստան անեն։ Այդքան բան։ պատասխանատվության ենթարկվեն օրենքի խստությամբ։ Եթե ենթարկվեն, կերազեինք։ Ճիշտ Վախենալ պետք չի, արդարություն եք պահանջում ընդհանրապես։ Մենք անզեն ենք եկել, մենք ոչ մի բան չունենք, բայց եթե երկրի ղեկավարությունը, իրավապահ մարմինները հետաքրքրված են իրենց քաղաքացիների անվտանգությունով, խաղաղությունով, ինչպես իրենք են բերել ուզում են խաղաղությունը պահպանեն, պետք է տրամաբանորեն այս ընտանիքը, պետք է այս համայնքում չգտնվի գոնե այնքան ժամանակ, մինչև արդարությունը իրականացվի։ Միգուցե դրանից հետո շատ ուրիշ հարցեր պարզվեն, բայց այս դեպքում ճիշտ հասկացեք, մարդկային, հոգեբանական առումով ճիշտ չի այս ընտանիքների այստեղ գտնվելը։ Յուրաքանչյուրը թող իր վրա վերցնի այդ ցավը։ Մենք բոլորս ցավում ենք, մենք կոնկրետ իրանց դեմ էլ ոչինչ չունենք, շատ անգամ է լինում, որ ընտանիքում լինում են այդ կոպիտ ասած որոգայթները, բայց թող մայրը հասկանալով այդ ամեն ինչ իր ընտանիքը վերցնի, այս մարդկանց աչքի առաջից հեռանան, ուղակի հեռանան,
Մենք չենք ասում հանրապետությունից դուրս գան, թող այս համայնքից գնան, մինչև որ այս ամեն ինչը պարզվի։ Իրանք այդ ամեն ինչը գիտակցելով պետք է արդեն իսկ չվերադառնային։ Եթե իրավապահ մարմինները հետաքրքրված են, որ կոնֆլիկտներ չլինեն, բախումներ չլինի ինչ-որ մի ուրիշ բան, իրանք իսկ պետքա չթողնեն, իրանք կարան ունեն այդ իրավասությունը, իրանք լավ տեղյակ են եղել, որ այս ընտանիքը եկել է։ Իրանք են թույլ տվել, որ այս ընտանիքը եկել է, մինչև որ այսքան ամիսների ընթացքում թույլ չեն տալի, որ գային, իրանք նաև կարային, որ թույլ չտային։ Ուրեմն սա իր հետին քայլերն ունի։ Մենք չենք ուզում ոչ մի հետին քայլ։ Ինչի մահվանը, այս գյոզալ տղաների մահվանը, ոստիկանության աշխատող էր, կապիտան էր, սպանեցին։ Ինչի։ Հերթով կհասնի բոլորին։ Պետք է ամեն մարդ իր կաշվի վրա զգա, որ իմանա ինչ բանա։ 10 տուն վերև ենք մենք ապրում։ Ոնց գլուխը դնես քնես, երբ որ դες քո տղայի մարդասպանի համար մաման ճաշայփում որ տանի բերդ։ Ով կարա համակերպվի։ Իմ տղան հող դառնա, մյուս տղան հող դառնա ինքը ճաշուտի, ցանկություններ այտնի։ Էտա ճիշտը, ձեր օրենքի ճիշտն է, դա։ Ճիշտ չի։ Կարեն էլ ձեզանց պակաս տղա չէր։ Իմ տղան էլ պակաս տղա չէր, հարգելի ոստիկաններ։ Միած թափվեք, մի անգամ գոնե ճիշտը մտածեք։ Մարտինը, այսքան մարդ հավաքվել են էլի։ Մի ինքը տեսնում է, չէ, լսում է։ Մի հատ դուրս գասի կներեք, մենք տեղյակ չենք, մենք գալատ ենք արել, լավ ենք արել։ Արձագանքի իր դուրը բացի։ Ինչքան կարա տես պահկվի, ասենք ենթադրենք մենք ամեն օր եկանք ստեղ հավաքվեցինք ստեղ։ Մի օր էլ չդիմացանք։ Որ զենք ունենք, որ գրող, չգիտեմ, չի կարում մի հատ դուրս գա արձագանքի։ Ես որպես մայր չեմ թողելու էսի հանգիստ ապրի ստեղ։ Չեմ էլ ամաչելու։ Ես շատ դաստիարակված, շատ նամուսով, շատ կարգին ընտանիքի մարդ եմ, ընտիրել տղաներ ունեմ, երեխաներ ունեմ, ես չեմ ամաչում։ Հանուն իմ տղու ես պատրաստ եմ ամեն ինչի։ Թող իմանա ոստիկանապետը։ Որ իր կինն էլ տենց կաներ, եթե իր տղուն տենց սպանեին։ Թեպետ ես չգիտեմ իր տղան իմ տղայի կարող է կեսը չարժենա։ Չեմ ուզում անձնական վիրավորություն, բայց իրավունք չունեն տենց մատերիալանքով նայեն։ Իրավունք չունեն։ 4 տարի է եկել ստեղ ապրում է, ստեղ ծնված մեծացած տղաների սպանեց ու օքեյ է, լավ է։ Շատ լավ է, լավ չի։ Բոլորի դուրը պետք է չոքի, որ իմանան։ Ով որ բերեց իրանց ստեղ։ Դատարանի որոշումով, իրանք պետք է պատասխան տան։ Չի ենթարկվում։ Կիննով է, մայրնով է, որ չի ենթարկվի օրենքին։ Ով է։ Անդաստիրակը։ Ինքն ինչ իր տված կաթով մեծացած լեշն ինչ պետք է լիներ։ Ինադու են արե, այո, բոլորս էլ գիտենք, որ ինադու են արե։ Ինադու են արե։ Ինադու աստված աչքերը հանի։ Կույր պետք է մանգա, պետք է իր երեխու գերեզմանի տեղը չիմանա։ Որ իմանա ինչ բան է մարդ սպանելը, որ իմանա ինչ տղաների թաղեց հողի տակ։ Իսկ կարող է իր տղայի թաղման այսքան մարդ չգնա։ Էդ էլ բացառված չի։ Այսքան մարդ չմենակ։ Իրա քերուտ գերեզմանի քարն էլ այն տղան սարքել։ Իրա պապը ողբում էր իմ տղայի պանիխիդայի օրը, ողբում, չիմանալը, որ իրա թորն արե իմ տղայի սպանությունը։ Ուր արդար, թո պապն լինի, 70 տարեկան մարդ, թո Հելնիասի ժողովուրդ խնդրում եմ ներեք, այդքան սառն ու անտարբեր կլնեն, թեպես բան չի փոխվի մեր կյանքում, որ սատկեն էլ բան չի փոխվելու, չի փոխվելու, իմ տղայի կտրած եղունգը չարժեն իրանք, չարժեն, այո, Հարգելի ոստիկաններ, պատկան մարմիններ, մենք հույս ունենք, որ այս ակցիան, այս կոչերը ձեզ տեղ կհասնեն, այս մայրական զայրույթը ձեզ տեղ կհասնի, երբ մայրական բնազդը ձեր մեջ կա, և դուք որոշում կկայացնեք նրանց փառաքար համայնքից տեղափոխելու այլ վայր։ Նրանց ներկայությունը հղի է տարբեր լարվածություններով, կանխատեսելի կամ անկանխատեսելի լարվածությունով, պատկան մարմիններ, հարգելի ոստիկաններ, դուք լսում եք նրա մոր Վալոդյա Գրիգորյանի մոր խոսքերը, հետևաբար դուք եք ձեր մասով, պետք է օգնեք, որ համայնքում վերականգնվի անդորը, որպեսզի լարվածություն չլինի։ Մեր պահանջը փառաքար համայնքից տեղափոխել Գևորգ Հարությունյանի ընտանիքին։ Հեռացեք։
Մարդասպաններ։ Շնորհակալություն ոստիկաններին, որ մեզ նկարահանում են, տեղեկացնել, որ այստեղ նաև մեդիա հարթակն է աշխատում եւ մենք բաց ենք մեր հողերում։ Միած սրտի կանենք բոլորս։ Մեր պահանջում հարգելի ոստիկաններ, սիրելի կանայք, Փարաքար համայնքի սիրելի կանայք, մենք մեր պահանջը ներկայացրեցինք եւ ոստիկաններին եւ մեդիա դաշտով պահանջը ներկայացրեց նաև պատկան մարմիններին։ Մենք հույս ունենք, որ կլսեն մեզ եւ կփորձեն առնվազն մեր համայնքում անդորը պահպանել եւ կանխել բոլոր այն հնարավոր եւ անհնարային իրադարձությունների զարգացմանը, որը կանխատես է ես չեմ կարող ասել։ Բայց Վալոդիա Գրիգորյանը եղել է մեր բոլորի, մեր կողմից ընտրված համայնքի ղեկավար, հետևաբար մենք դեռ այսօր սկսում ենք նրա կորուստը, մենք հաշ չենք նրա կորուստի հետ։ Հարգելի հետևորդներ, դուք լսում եք Փարաքարում կանայք հիշեցնում են, որ որևէ բան չի մոռացվել եւ որևէ մեկը չի համակերպվել Վոլոդիա Գրիգորյանի սպանության հետ եւ ուստի իրենք ակնկալում են արդար դատաքննություն, ոչ միայն ակնկալում են, այլև պահանջում են եւ նաեւ պահանջում են, որպիսի սպանության մեջ մեղադրվողը նշի, թե ով է եղել պատվիրատուն։ Իսկ հիմա այստեղ պահանջում են, որպիսի սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը դուրս գա համայնքից, նրանք ինքնաբուխ խաղաղ ակցիա են իրականացնում, հիմա արդեն Ավելի առաքելություն չունեք անելու այս երկրի համար։ Կարգին մարդիկ եք տեսնում են գրագետ խելացի։ Մարդ հասպանի պահում եք ումից։ Ումից։ Հա? Դրա համար եք սովորել այդ քանի տարի, դրա համար եք աշխատում։ Երկուսը զիբիլ պակասնի ավելի լավ։ Ավելի լավ չի, որ չլինի։ Հա? Չլինի։ Ես գիտեմ դուք իրավունք չունեք ոչ մի բան ասելու, բայց ձեր մեջ մի հատ անալիզ արեք, արդյոք արժի, որ ես մարդասպանի դուռը կանգնեմ։ Էդ էլ եմ մտածում, որ ձեզ փողն ա պետք, բայց մի քիչ էլ մարդկային եղեք։ Փողը կանցնի, բայց մարդկություն երբեք չի գնա։ Պաշտոնն էլ կփոխվի, դիրքն էլ, բայց մարդը պետքա մարդ մնա։ Որ շատ քչերն են հասկանում այդքանը։ Վալոդիայի Հա, ամբողջ ձմեր դուք ստեղ կանգնակ, ով չտեսավ։ Ինչ ես նկարում ինձ տղա ջան, դու ինչ չես տեսել։ Նկարի, 1000 անգամ մեր տունն եկել ես, ես չեմ ամաչում։ Դու ինձ նկարի, դու ինձ շատ լավ գիտես։
Ես չեմ ամաչում, որ Վալոդիայի մաման եմ։ Դուք ամաչեք, որ մարդասպանին եք պահում։ Եթե նկարում եք իրոք շատ ամոթ է։ Շատ ամոթ է։ Կյանքում հաց։ Եթե մի ծնողը այս տղայակոց դուք նկարելով եք զբաղված, ես ինչ եք անում։ Լավ։ Ես ասեցի Գողություն ենք արել, ոչ էլ ուրիշի տղեկին ենք սպանել, կապիտան տղային, համայնքապետ տղային, են մի տղան հրաշքով պրծավ իրեք երեխա ուներ, մենք չենք ամանչում, մենք չենք եկի ամբարոկանություն անում, որ ամանչեն գլուխներից կախենք, մենք եկել ենք տղամարդ տղաների համար ճիշտ ասելու, որ դուք էլ հասկանաք, Աստված չանի, կարող է մի օր էլ ձեր դուռը գա, բալաջան, ամոթ է։ Ձեր մեջ իրիկուն որ գնում եք անալիզ արեք, բայց այս երեխու, այս կինը որ ասացի մեջ քանի տոկոսներ ճիշտ, ինչ եք բերել։ Մենք ասում ենք ուղարկեք Հայաստանից, չէ թող գնա ուշտեղ ապրի, ինչի են բերել, հրահրում են, հա մենք կին ենք, ոչ մի բան չենք կարող անենք, խոսալուց բացի կինը բան չի կարող, մեկ էլ անեցքից, բայց ինչի, 10 տուն ենք, 10 չի, 5 տուն ենք ում եմ քնում, Աստված չանի, չեմ ծա, ձեր երեխուն այտենց բան անեն դու կքնես կողքի տունը, մայր ես, ինչի, երբ որ կարային չբերեին, կարային մեկից մեկ չբերեին, հա, 4 տարի աստեղ ապրում, ամբարյականը, 45 տարեկան տղաներին ստեղ ծնված մեծացած սպանեց, հիմա բերել այդ լկտին ստեղ ապրի ընտանիքով, ով է ճանաչել իրան, իմ տղան, իմ ամուսին այդքան բան էին արել համայնքի համար, Կարենը, ձեր օրգանի տղա աշխատողը, ինչից սպանեց, բոլորին սև շոր հագցին, բոլորի փայլը կորեց, խի, ով պտի պատասխանը տա, եթե ոչ օրենքը, ով, թող հանի ռադանի դրա մորստեից, թող հանի ուղարկի, ձեր ղեկավարչան, ես չգիտեմ դուք ում եք ասում, թե պետք արդեն կիմա, թող հանի, թող խաղաղ հանի տանի դրանց ստեղից, էդի ճիշտ քայլ չի որ արելա, որպեսզի խուսափենք մնացած բաներից։ Իրանք ինադու են բերել, որ խաոս անեն։ Ու Պակիստանանք ինչա փոխվելու, 5000 տղա հողը դրին, ինչ փոխվավ, որ իմ տղայի կյանքով ինչ փոխվի, բայց վերև Աստված կա, մեզ կխապեն, Աստուն չեն խապի, Աստու դատաստանից չեն պրսնի, հիշեք, աչքերը կհանի իրանց, էնելիս ձև, բերողին էլ, տերկային ողին էլ, խաղեն իրանց։ Հարգելի հետևորդներ, ես նշեմ, որ Վոլոդիա Գրիգորյանի մայրը հորդորում էր ոստիկաններին, որպեսզի փոխանցեն ոստիկանապետին, ներքին գործերի նախարարին, իրենց վերադասներին, որ պետք չէ հսկել Վոլոդիա Մոր Գրիգորյանի խոսքով մարդասպանի տունը եւ պետք չէ համայնքում լրացուցիչ լարվածության առիթ տալ։ Այդ մարդիկ ընդհանրապես պետք է համայնքից տեղափոխվեն այլ համայնք։ Սա էր խնդրում, պահանջում Վոլոդիա Գրիգորյանի մայրը։ Նա նշում էր, որ սա նաեւ կանխատեսելի հետևանքներից, այս քայլը անկանխատեսելի հետևանքներից կարող է ազատել, որովհետև ոչ ոք չի կարող ասել, թե լարվածությունը որքան կարող է խորանալ, հաշվի առնելով նաև այն, որ հիմա էլ մարդասպանության մեջ մեղադրվողը դատարանում հայտարարել է, թե իբր ինքը մեղավոր չէ եւ վախից է մեղքն իր վրա վերցրել։ Նշեմ, որ ակցիային մասնակցում են բացառապես կանայք ինքնաբուխ ակցիա էր, խաղաղ ակցիա եւ կանայք այս քայլով փորձում են թոթափել փարաքարում լարվածությունը եւ փորձում են նաեւ հասնել Վոլոդիա Գրիգորյանի գործով արդարադատության հաստատմանը այս պահին։ Նրանք այս գործով արդար ոչ քննություն են տեսնում, ոչ էլ դատաքննություն։
Հիշեցնեմ կանայք իրենց հետ տարել էին տեղափոխեք Գևորգ Հարությունյանի ընտանիքը Փարաքարից, վերականգնեք Փարաքար համայնքի անդորը, կանխարգել եք հնարավոր վտանգը գրություններով պաստառներ էին բերել։ Կանայք ինքնաբուխ ակցիա են իրականացնում։ Նշեմ, որ ակցիային բացառապես կանայք են մասնակցում։ Նրանք առաջացան սպանության մեջ մեղադրվողների տուն, հնչեցրեցին պահանջները, այնտեղ մոտ կես ժամ մնալուց հետո շարունակում են երթը համայնքում։ Նշեմ, որ Վոլոդիա Գրիգորյանի մայրը չափազանց հուզված էր եւ դիմելով համապատասխան մարմիններին ընդգծում էր, որ համայնքը չի մոռացել եւ չի հաշտվել կատարվածի հետ։ Նշեմ, որ նրա մայրը, Վոլոդիա Գրիգորյանի մայրը մոտեցավ նաև ոստիկաններին, պահանջեց իրենց պահանջները փոխանցեն իրենց վերադասներին, համապատասխան մարմիններին, եւ նա նշում էր, թեև գիտի, որ իրենց աշխատանքն են կատարում, բայց հիշեցնում էր, որ Վոլոդիա Գրիգորյանի հետ միասին նաև սպանվել է իրենց շարքերից մեկը։ Վոլոդիա Գրիգորյանի մայրը հիշեցնում էր թե ոստիկաններին եւ թե նաեւ ողջ հանրությանը, որ Փարաքարում սպանվել էր ընտրված համայնքի կողմից սիրված համայնքապետը, իր որդին եւ ինչպես նաեւ նրա ընկերը, ով ոստիկանությունից էր։ Խոսքը Կարեն Աբրահամյանի մասին է, ուստի նա հատկապես ոստիկաններին հորդորում էր հիշել, թե ում անդորն են հիմա իրենք հսկում եւ փոխարենը տուրք են տալիս լրացուցիչ լարվածությանը համայնքում, որովհետեւ Վոլոդիա Գրիգորյանի մոր խոսքով
մարդասպանի ընտանիքի ներկայությունը համայնքում լրացուցիչ լարվածություն է առաջացնում։ Իրենք ընդամենը մի քանի տուն այն կողմ են ապրում եւ ամեն անգամ հարց մի հատ Փարաքար համայնքի բոլոր ժողովրդի կողմից արգելի Պաշտոնյան ընկեր Փաշինյան, դուք Սպանության առավոտը Վալոդյա Գրիգորյանի առավոտ գիշերով ասեցիք բենդետա է, ամբողջ ժողովրդին ուղեցիք ուղղորդեցիք դեպի բենդետան, հիմա իրավապահ մարմինների ցուցմունք տված Գևորգ Հարությունյանը եւ Նարեկ Օհանյանն ասում են ընդհանրապես մենք կապ չունենք։ Նարեկ Օհանյանն ասում է ես ընդհանրապես ոչ մի ցանկություն չեմ ունեցել, ես տեղյակ չեմ վրեժ լուծելու։ Բա հիմա ինչ եք պատասխանը, պարոն Փաշյան։ Պատասխանեք, խնդրում եմ։ Քանի հատ ընտրող ունեք Փարաքար համայնքից, ինչի՞ չէ գալի մի օր, ասեք, ներկայանաք, ասեք ինչի տենց եղավ։ Ուրեմն դուք նախորդ գիտեք, որ տես պատիլեր։ Նախորդ դուք գիտեիք, որ պետքա Վալոդյա Գրիգորյանը խանգարող էր ձեզ։ Մեծ ուժ էր ինքը։ Իրան պետքա շարքից հանեիք, որ դուք ընտրվեիք։ Հասարակ, ժողովուրդը, հասարակ, կանայք էլ գիտեմ, ինչա քաղաքականության մեջ ենք մտել, արդեն անգիր գիտենք ձեր քայլերը։ Հարգելի հետևորդներ, դուք լսեցիք, կանայք արդեն ուղիղ Փաշինյանին էին դիմում, նշելով, թե ինքը որտեղից գիտեր, որ վենդետա է, որ շտապում էր ազդարարել, եթե այն անձիկ, ում մեղադրում են եւ կասկածում էին նաեւ սպանության մեջ, հիմա հայտարարում են, որ իրենք կապ չունեն, այստեղ կանայք նշում էին, որ քաղաքական պատճառներ են եղել, որովհետև եթե մեջբերեմ բառացի Վոլոդյա Գրիգորյանը ողջ լիներ, էջմիածնում ընտրությունները այլ ընթաց կստանային։ Եվ նաև նշում էին, որ Վոլոդյա Գրիգորյանը բառացի մեջ բերեմ սպանվել է հենց այդպիսի պատճառներով եւ որևէ մեկը իրավունք չուներ շտապել այն որակել որպես վենդետա։ Նշեմ, որ կանայք նաև պատրաստ էին լսել Փաշինյանին, ասում էին այստեղ Փարաքարում եւս ընտրողներ է ունեցել, թող գա կանգնի, ինչպես շտապել էր արդեն գնահատական տալ, որակում տալ դեպքին, այնպես էլ կանգնի, բացատրի, թե այդ ինչպես եղավ, որ երկու անձ սպանվեց։ Եվ կամ այդ ինչպես է, որ սպանության մեջ մեղադրվողի ընտանիքը վայելում է իրավապահների աջակցությունը։ Նշեմ, որ երթը այս պահին ուղեկցվում է ոստիկանների կողմից, ուզում եմ հիշեցնել նաև, որ Վոլոդյա Գրիգորյանի մորը բարկացրել էր այն, որ ոստիկաններից մեկը պարբերաբար հեռախոսով իրեն տեսանկարահանում էր, նա հորդորում էր այդպես չանել եւ նաև հիշեցնում էր, որ բողոքի ակցիան տեսանկարահանվում է, ուղիղ հեռարձակում կա, ինչ անհրաժեշտություն կա, որպեսզի ոստիկանը պարբերաբար իր հեռախոսով տեսանկարահանի Վոլոդյա Գրիգորյանի մայրիկին։
Դիան բարձր։ Դες եկա։ Թողան իրանք էլ իրանք հարգանքի դուրքը մատուցեն։ Հարգելի հետևորդներ, նշեմ, որ Փարաքարում կանայք այս պահին երթով դեպի գերեզմանատուն են գնում, ծաղիկ խոնարհելու ընտրված, սիրված, բայց ցավոք սրտի սպանված Վոլոդիա Գրիգորյանի շիրմաքարի առաջ։
Հարգելի հետևորդներ, նշեմ, որ կանանց երթը ուղեկցվում է մի քանի ոստիկանական մեքենայի կողմից, ոստիկանական ուժեր են գերեզմանատան դիմաց բերվում։ Հիշեցնեմ, երթով կանայք շարժվեցին, որպեսզի ծաղիկ խոնարհեն սպանված համայնքապետ Վոլոդիա Գրիգորյանի շիրմաքարի առաջ։ Այո։ Իսկ այսօր հավաքվել ենք հանուն արդարության։ Այս դատապարտեցին բոլորս, դու մարդկանց լավություն իրանք քեզ մահ։ Աստու դատաստանը տեսնեմ բան չէ, աստու դատաստանը ուրիշ ոչ մի բան։ Աչքերը հանի աստված իրանք։
Всё, пока.